Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse. It is forbidden by international law for private power. Ցեղասպանությունը մարդկային ամբողջ խմբերի գոյության իրավունքի շղթում է, ինչպես սպանությունն է անհատ մարդ արարածի ապրելու իրավունքի շղթում։ Դա հանցագործություն է, որը միաժամանակ ուղղված է անհատ տուժողների, նրանց պատկադելության խմբի և մարդկային բազմազանության դեմ։ Ցեղասպանությունը հատկապես զազրելի է դարձնում մարդկանց խմբին ոչնչացնելու մտադրությունը։ Այս հատուկ մտադրությունը, որը հանցագործության անհրաժեշտ տարր է, այն տարբերակում է մյուս բոլոր միջազգային հանցագործություններից։ Սա բացատրում է, թե ինչու է ցեղասպանությունը համարվում առանձնապես ծանր արարք և թե ինչու է այն անվանվել հանցագործությունների հանցագործություն։ Ցեղասպանության ստանդարտ սահմանումը ներառված է Ցեղասպանության դեմ կոնվենցիայի 2-րդ հոդվածում, որը բառացիորեն ընդունվել է արտակարգ տրիբունալների և միջազգային քրեական դատարանի կանոնադրություններում։ Ըստ այդ սահմանման, ցեղասպանություն է համարվում ստորև թվարկված որևէ արարք, որը կատարվել է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ, այդ թվում. Ա. Այդ խմբի անդամներին սպանելը, Բ. Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ հոգեկան վնաս պատճառելը, Գ. Այդ խմբի համար կյանքի այնպիսի պայմաններ միտումնավոր ստեղծելը, որոնք ուղղված են դրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, Դ. Այդ խմբի շրջանակներում մանկածնության կանխելուն միտված միջոցներ իրականացնելը, Ե. Երեխաներին բռնի փոխանցումը մի խմբից մյուսին։ Ցեղասպանության միջազգային հանցագործության որոշարկումը տեղի ունեցավ ի պատասխան Հոլոքոստի։ Ազգային կամ էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման նպատակով իրականացված կոտորածները 20-րդ դարի համար նորույթ չէին, սակայն ցեղասպանություն եզրը ստեղծվեց միայն 1944 թվականին լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից։ Նյուրնբերգյան տրիբունալի և դրա անմիջական իրավահաջորդների կողմից քրեական հետապնդման ենթարկված բոլոր հանցագործությունները սահմանվել են պատերազմի հետ առնչությամբ։ Մարդկության դեմ հանցագործությունների սահմանման այս սահմանափակման պատճառով էր, որ անհրաժեշտ եղավ ճանաչել ցեղասպանության հանցագործությունը որպես առանձին միջազգային հանցագործություն։ Սա արվեց Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96-1 բանաձևով։ 2 տարի անց ընդունվեց Ցեղասպանության դեմ կոնվենցիան, որը հիմնականում մշակել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 6-րդ կոմիտեն։ Այն ուժի մեջ մտավ 1951 թվականի հունվարի 12-ին։ Մարդկանց բոլոր խմբերը չէ, որ Ցեղասպանության դեմ կոնվենցիայով պաշտպանված են։ Կոնվենցիան թվարկում է միայն ազգային, էթնիկ, ռասայական և կրոնական խմբերը, և ցանկը սպառիչ է։ Կոնվենցիայի շուրջ բանակցությունների ընթացքում փորձեր են արվել այլ խմբերի ներառելու, ինչպիսիք են սոցիալական և քաղաքական խմբերը, սակայն այդ առաջարկները ձախողվել են։ Կոնվենցիայի ընդունումից ի վեր դրա նեղ կենտրոնացման վերաբերյալ քննադատություններ են հնչել և այն ընդլայնելու առաջարկներ են արվել, սակայն դրանցից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել։ Պաշտպանված խումբն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ կատարված ամեն գործողություն չէ, որ հանգեցնում է ցեղասպանության համար մեղադրական դատավճռի։ Միայն կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշվածները կարող են ցեղասպանության օբյեկտ լինել։ Ավելին, կարևոր է նշել, որ անհրաժեշտ չէ ցույց տալ, որ համապատասխան արարքը նպաստել է պաշտպանված խմբի ոչնչացմանը։ Անհրաժեշտ է, որ այն կատարված լինի խումբը ոչնչացնելու մտադրությամբ։ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ակետը վերաբերում է այն հարացուցային վարքին, որը համարժեք է ցեղասպանությանը, այն է խմբի անդամներին սպանելը։ 2-րդ հոդվածի Բ կետը քրեականացնում է նաև տուժողներին լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս հասցնելը։
Արժե ընդգծել, որ ի տարբերություն ագրեսիայի հանցագործության, ցեղասպանությունը հանցագործություն չէ, որը կարող են կատարել միայն նրանք, ովքեր ոչնչացման արշավ են ղեկավարում եւ պլանավորում։ Շարքայինները նույնպես կարող են ցեղասպաններ լինել, եթե ունեն համապատասխան մտադրություն։ Մտադրությունը տարբերվում է քրեական իրավունքի նորմալ մտադրությունից, ինչպես ցույց է տրված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 30-րդ հոդվածում, որը նվազ խիստ պահանջ է, քան ցեղասպանության հատուկ մտադրությունը։ Genocide is an international crime characterized by the intent to destroy, in whole or in part, a national, ethnic or religious group as such. The drafters of the Rome Statute included racial as a basis for discrimination, but we know that there's only one race, the human race, Homo sapiens sapiens. Genocide can be perpetrated by killing members of a protected group, by causing serious harm, by deliberately inflicting conditions calculated to bring about their destruction, by imposing measures to prevent births within the group, or by forcibly transferring children of one group to another. The legally protected value in the case of genocide is the integrity of national, religious, and or ethnic groups. The most difficult criminal element to prove is the genocidal intent that, in case of lack of clear evidence, can be inferred from the circumstances of the case, from statements made by the perpetrators, from the affiliation of both perpetrators and victims, and from other circumstances. Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները նույնքան հին են, որքան ինքը մարդկությունը, սակայն միայն անցյալ դարում է ի հայտ եկել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջազգային իրավական արգելքը, եւ միայն վերջին 20 տարվա ընթացքում է հանցագործությունը հստակ ուրվագիծ ստացել։ Թեև ցեղասպանության եւ պատերազմական հանցագործությունների լայնորեն ընդունված սահմանումներն ամրագրվել են կոնվենցիաներում, այդուհանդերձ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները մի շարք փաստաթղթերում հայտնվել են մասամբ իրարից տարբերվող սահմանումներով։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրավունքն սկզբնապես ձևավորվել է պատերազմական հանցագործությունների իրավունքի որոշակի բացերը լրացնելու համար, սակայն շատ հարաչափեր չէին սահմանվել։ 1990-ականների կեսերից միջազգային քրեական իրավունքի կիրառման աճով պայմանավորված ներպետական եւ միջազգային դատական պրակտիկաների միջև անդրազգային խոսույթը պարզաբանել է մեր առօրյա մարդկության դեմ հանցագործությունների իրավունքը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունը ենթադրում է որոշակի համատեքստում որոշակի անմարդկային արարքների, այդ թվում սպանության, խոշտանգումների կամ բռնաբարության կատարումը։ Դրանք պետք է իրականացվեն քաղաքացիական բնակչության դեմ ուղղված լայնածավալ կամ համակարգված հարձակման շրջանակում։ Հենց այս համատեքստն է, որ բացառապես ներպետական իրավազորության տակ ընկնող հանցագործությունները բարձրացնում եւ դասում է միջազգային հանրությանը որպես ամբողջություն մտահոգող հանցագործությունների շարքին։ Անձը կարող է պատասխանատու լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, եթե կատարում է մեկ կամ մի քանի անմարդկային արարքներ այդ ավելի լայն համատեքստում։ Պարտադիր չէ, որ անձը լինի ավելի լայն արշավի պարագլուխ կամ ճարտարապետ։ Եթե պատերազմական հանցագործությունների միջազգային չափումը բխում է զինված հակամարտությունից, ապա մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջազգային չափումը բխում է քաղաքացիական բնակչության վրա հարձակումից։ Արգելված գործողությունների ցանկը տասնամյակների ընթացքում աստիճանաբար զարգացել է։ Նյուրնբերգյան կանոնադրության մեջ հայտնված առաջին ցանկը ներառում էր սպանություն, բնաջնջում, ստրկացում, տեղահանություն, հալածանք եւ այլ անմարդկային գործողություններ։ Կարճ ժամանակ անց Վերահսկիչ խորհրդի թիվ 10 օրենքում ավելացվեցին բռնաբարությունը, բանտարկությունն ու խոշտանգումը։ 1998 թվականին միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ ավելացվեցին սեռական ստրկացումը, հարկադիր մարմնավաճառությունը, հարկադրական հղիությունը, սեռական բնույթի այլ բռնությունները, բռնի անհետացումն ու ապարտեիդը։
Մարդկության դեմ ուղղված հանցագործության ժամանակակից սահմանումը ենթադրում է, որ ցանկում մասնավորեցված արարքը պետք է կատարվի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում։ Թե Նյուրնբերգի, թե Տոկիոյի կանոնադրությունները պահանջում էին պատերազմական հանցագործությունների կամ ագրեսիայի հետ կապի առկայություն, ըստ էության զինված հակամարտության հետ որոշակի կապ պահանջելով։ Հետագայում ընդունված միջազգային կոնվենցիաները զինված հակամարտության հետ կապի առկայություն չէին պահանջում։ Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունած Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի կանոնադրությունը մարդկության դեմ ուղղված հանցագործությունները սահմանափակում էր միայն զինված հակամարտության ժամանակ կատարված հանցագործություններով։ Սակայն Անվտանգության խորհուրդը 1994 թվականին փոխեց այս դիրքորոշումը, երբ ընդունեց Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի կանոնադրությունը առանց նման պահանջի։ Վերջապես 1998 թվականի Հռոմի համաժողովում լայնածավալ քննարկումներից հետո մարդկության դեմ ուղղված հանցագործությունների սահմանման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց, որը մերժում էր ցանկացած նման պահանջ։ Այսօր թվում է զինված հակամարտության հետ կապի պարտադիր չլինելը լիովին հաստատված է։ Crimes against humanity refer to specific crimes committed in the context of a widespread or systematic attack targeting civilians regardless of their nationality, ethnicity, or religion. These crimes include murder, torture, sexual violence, enslavement, persecution, enforced disappearance, and others. The core difference between genocide and crimes against humanity lies in the specific intent required for genocide. Even though genocide has been called the crimes of the crimes, the international jurisprudence has clearly stated that there's no hierarchy of crimes. Genocide is generally considered a more serious crime due to the requirement of the specific intent to destroy a protected group. International law considers the prohibition of international crimes to be a peremptory norm or jus cogens, meaning it is a fundamental principle that no state can violate and that states are obligated to investigate and prosecute in accordance with the principle aut dedere aut judicare, prosecute or extradite. Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը ստուգելիս այս ամենի հետ մեկտեղ սահմանադրական դատարանը շեշտադրում կատարեց նաև հայ ժողովրդի որպես սահմանադրության անփոփոխելի դրույթների հեղինակի, այսպես ասած հեղինակի, քաղաքակրթական հանձնառությունների կոնտեքստում Հայաստանի սահմանադրության նախաբանին համապատասխան համամարտկային արժեքներին հավատարմության հավաստիքի հարցին։ Եվ այս առումով, քանի որ խոսք գնաց նաև ցեղասպանության հանցագործության մասին, Սահմանադրական դատարանն ընդգծեց, որ օրինակ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին 48 թվականի նոյեմբերի 9-ի կոնվենցիային Հայաստանը միացել է դեռևս մինչև 95 թվականի Սահմանադրության ընդունումը, 91 թվականին Գերագույն խորհրդի համապատասխան որոշմամբ։ Սրա հետ մեկտեղ դատարանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հետևողականորեն աջակցել է միջազգային հանրության մտահոգությունն առուցող այլ հանցագործությունների դեմ պայքարին, միանալով վերաբերելի միջազգային պայմանագրերին, որոնց մի մասը թվարկվեցին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման պատճառաբանական մասում։ Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse.